Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը բաժանվում են։ Facebook-ում հրապարակած տեսանյութում ասել է առաջին տիկինը, ինչին արձագանքելով Փաշինյանը գրել է, որ հարգանքով է վերաբերվում որոշմանը։ Հակոբյանը հայտնել է, որ լքում է կառավարական առանձնատունը եւ տեղափոխվում վարձակալած բնակարան։ Նա նշել է, որ մտադիր է շարունակել ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Երեք հայտնաբերված զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։ Սա տարեսկզբից ի վեր զինծառայողի մահվան երրորդ դեպքն է բանակում։ Ժնևում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային հարցով բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հաջողվել է հասնել զգալի առաջընթացի։ Այս մասին հայտարարել է Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդին։ Նրա խոսքով խորհրդակցություններից անմիջապես հետո բանակցությունների մասնակից երկրների մայրաքաղաքներում կվերսկսվի երկխոսությունը։ Հավելել է, որ տեխնիկական մակարդակով քննարկումները կկայանան հաջորդ շաբաթ Վիեննայում։ Պակիստանը ռմբակոծել է Աֆղանստանի խոշոր քաղաքները, այդ թվում մայրաքաղաք Քաբուլը, իսկ պաշտպանության նախարարը հարևաններին հայտարարել է բաց պատերազմի մասին ամիսներ տևած բախումներից հետո, գրում է France 24-ը։ Հինգշաբթի երեկոյան աֆղանական ուժերը հարձակվել են պակիստանյան սահմանապահ զորքերի վրա, ինչը ըստ թալիբների կառավարության մահացու ավիահարվածների պատասխանն էր։ Երևանի Նոան դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։ Անցումային փլեյօֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելի 0-4 հաշվով պարտվեց նիդերլանդական Ազալկմարին, որին Երևանում հաղթել էր 1-0 հաշվով։ Նոան առաջին հայկական ակումբն է, որը խաղաց Կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆում։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի։ Մաստարա, Լանջիկ, Նորավան, Կապան ավտոճանապարհները եւ Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Սիսիան, Զանգեր եւ Լծենի Սար կոչվող հատվածները դժվար անցանելի են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի Խաչմերուկից մինչեւ Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուքե ցածր տեսանելիություն։ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։